Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Փոքր շնորհակալական խոսքով սկսեմ, շնորհակալ եմ Արիքին բաժանորդագրվելու, լուրերը հավանելու եւ այն տարածելու համար։ Մեզ ավելի հասանելի եք դրանով դարձնում նաեւ մեր համայնքի այլ ներկայացուցիչներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ Իրանը պետք է ընդունի անպայման կապիտուլյացիա, նշելով, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն այդ պայմանով։ Իսկ պատերազմի զոհերի թիվը շարունակում է աճել։ Պաշտոնական տվյալների համաձայն Իրանում զոհվել է առնվազն 1300 մարդ։ Լիբանանում զոհերի թիվը անցել է 200-ը, իսկ Իսրայելում հաղորդվում է մոտ 1 տասնյակ զոհերի մասին, ԱՄՆ կողմում դեռևս հաստատված է 6 ամերիկացի զինծառայողների մահը։ Ռազմական գործողություններն էլ շարունակվում են նաև ծովում։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ հարված են հասցրել Իրանի դրոնակիր նավերից մեկին։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի աշխարհի ամենամեծ ավիակիր նավը USS Gerald Ford-ը տեղափոխվել է Կարմիր ծով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը, հրապարակելով լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ավիակիրն անցնում Սուեզի ջրանցքով։ Նավը Կարմիր ծով է մտել 5-շաբթի երեկոյան միջերկրական ծովից տեղափոխվելով դեպի Մերձավոր Արևելք։ Ավելի վաղ այն գտնվում էր արևելյան միջերկրականում եւ մասնակցում էր Իրանի հետ պատերազմի առաջին օրերին իրականացվող գործողություններին։ Պենտագոնի հրապարակած տվյալների համաձայն ավիակրի հետ միասին Սուեզի ջրանցքը անցել է նաեւ նրան ուղեկցող առնվազն 1 ամերիկյան կործանիչ նավ։ Մակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, անդրադառնալով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Իրավանի խոսքով արդեն 7-րդ օրն է, ինչ շարունակվում է այն, ինչը նա անվանել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից իրականացվող լայնածավալ եւ ապօրինի ռազմական ագրեսիա։ Նրա հայտարարության համաձայն թիրախում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ բնակելի թաղամասեր։ Իրավանին պնդել է, որ այս գործողությունները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ։ Իրանի դիվանագետը նշել է, որ ըստ Իրանի Կարմիր մահիկի տվյալների մինչև այժմ զոհվել է առնվազն 1332 քաղաքացի, այդ թվում կանայք եւ երեխաներ, իսկ հազարավոր մարդիկ վիրավոր են։ Նրա խոսքով հարվածների արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, մարզական համալիրներ եւ այլ քաղաքացիական օբյեկտներ։ Իրավանին նաեւ անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Իրանի ապագա առաջնորդի ընտրության մասին, այն անվանելով Իրանի ներքին գործերի միջամտություն եւ ընդգծելով, որ Իրանի ղեկավարության ընտրությունը իրականացվելու է միայն երկրի սահմանադրության համաձայն եւ Իրանի ժողովրդի կողմից։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմ կամ լարվածության աճ, սակայն կշարունակի օգտագործել իր իրավունքը ինքնապաշտպանության համար ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Իրանի ներկայացուցիչը միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ արել դատապարտել ռազմական գործողությունները եւ անհապաղ քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակում են ընդլայնվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին եւ Իրանի մայրաքաղաք Թեհրանին, մինչ Իրանը հերթական պատասխան հրթիռային եւ դրոնային հարվածներ է իրականացրել Իսրայելի եւ տարածաշրջանի մի շարք երկրների ուղղությամբ։ Պատերազմի ընդլայնման պայմաններում Իրանը հայտարարել է, որ թիրախավորել է նաեւ այն երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական ուժերը կամ որոնք աջակցում են Իսրայելին։ Հարվածների կամ դրանց սպառնալիքի մասին հաղորդվում է Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Օրդանանում, Իրաքում եւ Սաուդյան Արաբիայում։ Այս զարգացումները մեծացրել են տարածաշրջանային պատերազմի վտանգը, քանի որ Պարսից ծոցի երկրները կարևոր ռազմավարական գործընկերներ են Միացյալ Նահանգների համար եւ այնտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Միևնույն ժամանակ Լիբանանում իրավիճակը շարունակում է կտրուկ վատթարանալ։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում արդեն ավելի քան 95000 մարդ տեղահանվել է։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում նույնպես լարված է իրավիճակը, քաղաքի տարբեր հատվածներում հնչում են ուժեղ պայթյուններ։ Տեղացիները պատմում են, որ մշտական հարվածների եւ անորոշության պատճառով քաղաքում աճել է հոգեբանական նաեւ ճնշումը։ Բնակիչների խոսքով գիշերները դժվար է քնել պայթյունների ձայների պատճառով, իսկ բազմաթիվ խանութներ ուղղակիորեն փակ են։ Միևնույն ժամանակ շատ մարդիկ շարունակում են մնալ քաղաքում, հույս ունենալով, որ իրավիճակը շուտով կկայունանա։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետականները մերժել են օրինագիծը, որը նպատակ ուներ դադարեցնել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Քվեարկության արդյունքում նախաձեռնությունը մերժվել է 219 դեմ եւ 212 կողմ ձայներով։ Օրինագիծը երկուսակցական նախաձեռնություն էր, որի նպատակն էր դադարեցնել Իրանի դեմ օդային հարվածները եւ վերականգնել կոնգրեսի լիազորությունը պատերազմ հայտարարելու հարցում, ինչպես նախատեսված է ԱՄՆ սահմանադրությամբ։ Ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությունը մերժվել էր նաեւ ԱՄՆ Սենատում։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պետք է նախ ստանար կոնգրեսի թույլատվությունը Իրանի դեմ պատերազմական գործողությունները սկսել
վերահսկելու համար։ Նրա խոսքով սահմանադրությամբ չի նախատեսվում բացառություններ որևէ նախագահի համար եւ կոնգրեսն ունի բացառիկ լիազորություն պատերազմ հայտարարելու հարցում։ Իր հերթին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները Իրանի դեմ անհրաժեշտ էին կանխելու Թեհրանի հնարավոր միջուկային սպառնալիքը։ Նա նշել է, որ եթե այդ գործողությունները չիրականացվեին, աշխարհը կարող էր կանգնել միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը կարճ ճեպազրույց է ունեցել։ Նա հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է ամերիկյան խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկելու ռազմական արտադրության ընդլայնումը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում արտադրվող զինատեսակները համարվում են աշխարհում լավագույններից եւ վարչակազմը նպատակ ունի մեծացնել դրանց արտադրական կարողությունները։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար զինամթերք եւ ռազմական պաշարներ շարունակելու ներկայիս ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ Լևիթը հաստատել է, որ ԱՄՆ-ն քննարկում է նաև Իրանի ապագա քաղաքական ղեկավարության հարցը։ Նրա խոսքով ամերիկյան հետախուզական կառույցները դիտարկում են տարբեր հնարավոր թեկնածուների, որոնք կարող են ղեկավարել Իրանը ներկայիս իշխանության փոփոխության դեպքում։ Իրանի նախկին շահի որդին Ռեզա Փահլավին է հայտարարում, որ Իրանի գործող իշխանությունը մոտ 5 տասնամյակ շարունակ տարածաշրջանում տարածել է անկայունություն եւ բռնություն։ Նա մեղադրում է Թեհրանին Սիրիայում Բաշար Ասադի իշխանությանը աջակցելու, Լիբանանում Հեզբոլլահ զինված խմբավորմանը հզորացնելու, Եմենում հութիներին զինելու եւ Իրաքում տարբեր զինված խմբավորումների միջոցով ազդեցություն հաստատելու մեջ։ Փահլավին ընդգծել է, որ այս քաղաքականությունը երբեք չի արտացոլել Իրանի ժողովրդի իրական ցանկությունը, այն եղել է գործող իշխանությունների քաղաքականությունը։ Նրա խոսքով այժմ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։ Ասադի իշխանությունը այլևս չկա, Հեզբոլլահը լուրջ կորուստներ է կրել, իսկ Իրանի ռազմական եւ միջուկային ծրագրերը հետ են մղվել։ Նա նաեւ նշել է, որ Իրանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում։ Փահլավին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը իրեն կոչ է արել առաջնորդել իշխանության անցման գործընթացը այն դեպքում, երբ գործող իշխանությունը հեռանա։ Նա նշել է, որ ընդունում է այդ պատասխանատվությունը եւ պատրաստ է ղեկավարել անցումային փուլը, ապահովելով կարգուկանոն եւ կայունություն երկրում։ Փահլավիի խոսքով Իրանի ապագան պետք է որոշվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով, իսկ անցումային կառավարությունը պետք է ապահովի պետական կառույցների շարունակական աշխատանքը, խուսափելով նախկին սխալներից։ Նա նաև դիմել է արաբական երկրների ղեկավարներին կոչ անելով համագործակցել եւ ապագայում ճանաչել հնարավոր անցումային կառավարություն Իրանում։ Փահլավին հայտարարել է, որ ապագայում Իրանը ցանկանում է վերականգնել բնական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ եւ վերադառնալ միջազգային տնտեսություն, նպաստելով տարածաշրջանի կայունությանը եւ զարգացմանը։ Նրա խոսքով Իրանի ժողովրդի աջակցությունը կարող է դառնալ կարևոր քայլ դեպի ավելի կայուն եւ խաղաղ Մերձավոր Արևելք։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև աճող ռազմական բախումների ֆոնին կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը եւ վերադառնալ բանակցությունների սեղան։ Ավստրիացի պաշտոնյան անդրադարձել է նաև այն տեղեկություններին, ըստ որոնց Միացյալ Նահանգների կողմից իրականացված հարվածներից մեկը կարող էր թիրախավորել դպրոց։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է իրականացնել արագ, թափանցիկ եւ անկախ հետաքննություն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսքով, եթե հետաքննությունը հաստատի պատասխանատվությունը, ապա պետք է ապահովվի հաշվետվողականություն, փոխհատուցում զոհերի ընտանիքներին եւ հստակ երաշխիքներ, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։ Նա նշել է, որ հատկապես ողբերգական է, երբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվում են երեխաներ եւ խաղաղ բնակիչներ։ Միաժամանակ Թյուրքը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա լարվածության նվազեցման վրա, քանի որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է տարածաշրջանում ստեղծել անկառավարելի իրավիճակ։ ՄԱԿ-ի պաշտոնյան նաև հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում այցել ԱՄՆ մայրաքաղաք քննարկելու ստեղծված իրավիճակը։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը արդեն լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային հումանիտար օգնության մատակարարումների վրա։ Միջազգային օգնության կազմակերպությունների ներկայացուցիչները զգուշացնում են, որ Գազայի, Սուդանի եւ այլ ճգնաժամային տարածաշրջանների համար նախատեսված օգնությունը կանգ է առնում։ Հատկապես լուրջ խնդիր է դարձել Հորմուզի նեղուցը, որը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային երթուղիներից մեկը։ Ներկայումս այդ ճանապարհով նավագնացությունը գրեթե ամբողջությամբ կանգ է առել։ Արդյունքում կյանքի փրկության համար անհրաժեշտ բազմաթիվ ապրանքներ նախատեսված արագ առաքման համար մնացել են Դուբայում գտնվող միջազգային հումանիտար կենտրոնի պահեստներում։ Մարտի 1-ին տարածաշրջանի խոշորագույն բեռնային տերմինալներից մեկը, Ջեբել Ալի նավահանգիստը, վնասվել է խոցված հրթիռի բեկորներից առաջացած հրդեհի հետևանքով։ Մարդասիրական կազմակերպությունները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է ավելի վատ դառնալ։ Նավահանգիստներում եւ սահմանային անցակետերում բեռներ են կուտակվում, իսկ մատակարարման շղթաները խաթարված են։ Միաժամանակ աճում են նաեւ օգնության առաքման ծախսերը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Ժան Մարտան զգուշացրել է, որ պատերազմը կարող է ավելացնել սովի վտանգը ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով խնդիրը միայն ծախսերի աճը չէ, այլ նաև ժամանակը, քանի որ մատակարարումների ուշացումը նշանակում է, որ օգնության կարիք ունեցող մարդիկ ստիպված են ավելի երկար սպասել սննդի եւ անհրաժեշտ օգնության։ Իրանի շուրջ ստեղծված պատերազմի ֆոնին հազարավոր ամերիկացիներ ստիպված են ինքնուրույն կազմակերպել իրենց տարհանումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց հետո մոտ 24,000 ամերիկացիներ արդեն վերադարձել են Միացյալ Նահանգներ կամ այլ տարածք, սակայն նրանց մեծ մասը ստիպված է եղել դա անել սեփական միջոցներով։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի մեծ մասում օդային տարածքը շարունակում է փակ մնալ կամ խիստ սահմանափակված։ Ավիացիոն տվյալների համաձայն Մերձավոր Արևելքում նախատեսված մոտ 51,000 թռիչքներից ավելի քան 29,000-ը չեղարկվել են պատերազմի սկսվելուց ի վեր։ Որոշ դեպքերում մարդիկ ստիպված են մեքենայով անցնել սահմանները հասնելու այն երկրներ, որտեղից դեռևս հնարավոր է թռիչք կատարել։ Այս պահին տարածաշրջանից դուրս գալու հիմնական ուղիները դարձել են Օմանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Հորդանանը, որտեղ օդային հաղորդակցությունը դեռևս շարունակում է գործել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է օգնել քաղաքացիներին, սակայն գործընթացը բարդանում է տարածաշրջանի բազմաթիվ երկրների օդային տարածքների փակ լինելու պատճառով։ Մի քանի լուրել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմից դուրս ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են Փերլ Հարբորի հարձակման ժամանակ զոհված 88 նավաստիների եւ ծովային հետևակայինների աճյունների արտաշիրիմում իրականացնել։ Այս նախաձեռնության նպատակն է օգտագործել ժամանակակից ԴՆԹ տեխնոլոգիաները, պարզելու նրանց ինքնությունը եւ վերադարձնելու անուններ այն զինվորներին, որոնց հնարավոր չի եղել նույնականացնել 1941 թվականի դեկտեմբերի 7-ի հարձակումից հետո։ Արտաշիրինման աշխատանքները նախատեսում են սկսել այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Փերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակման ժամանակ տասնյակ նավեր խորտակվեցին կամ վնասվեցին։ Այդ օրը USS Arizona ռազմական նավը ընդամենը 9 րոպեում անցավ ջրի տակ։ Նավի վրա զոհվեց 1177 զինծառայող, ինչը կազմում էր հարձակման ժամանակ զոհված ամերիկացի զինվորների գրեթե կեսը։ Այսօր էլ նավը գտնվում է նույն վայրում, որտեղ խորտակվել է եւ նրա ներսում դեռևս հանգչում են ավելի քան 900 նավաստիների եւ ծովային հետևակայինների աճյունները։ Ծրագրի շրջանակում արտաշիրինվելու են միայն այն զինվորները, որոնք թաղված են գերեզմանատանը որպես անհայտներ։ Նավի ներսում գտնվող աճյունները չեն տեղափոխվի։ Կայացել է քաղաքացիական իրավունքների հայտնի առաջնորդ Ջեսի Ջեքսոնի վերջին հրաժեշտի արարողությունը։ Ուղարկավորության արարողությանը մասնակցել են ԱՄՆ նախկին 3 նախագահներ՝ Ջո Բայդենը, Բարակ Օբաման եւ Բիլ Քլինթոնը։ Միջոցառմանը ներկայ են եղել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, հայտնի ռեժիսոր Թայլեր Փերին, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Հիշատակի միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները Ջեսի Ջեքսոնին ներկայացրել են որպես քաղաքացիական իրավունքների պայքարի կարևորագույն դեմքերից մեկը, որը տասնամյակներ շարունակ պայքարել է սոցիալական արդարության եւ հավասար իրավունքների համար։ Նրա մասին խոսելիս նշվել է, որ նա եղել է ժողովրդի ձայնը եւ միջնորդ այն մարդկանց համար, որոնք երկար տարիներ զրկված էին քաղաքական եւ սոցիալական հնարավորություններից։ Ելույթների ընթացքում հիշեցվել է նաեւ Ջեսի Ջեքսոնի հայտնի կոչերից մեկը՝ Keep Hope Alive, պահպանեք հույսը կենդանի արտահայտությունը, որը դարձել է նրա շարժման խորհրդանիշներից մեկը։ Նախկին նախագահ Բարակ Օբաման ընդգծել է, որ Ջեսի Ջեքսոնի գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման վրա եւ նրա ժառանգությունը շարունակելու է ազդել ապագա սերունդների վրա։ Այս կիրակի Լոս Անջելեսում փակ են լինելու մի շարք փողոցներ, մարտի 8-ին տեղի կունենա մարաթոնյան վազք։ Սպասվում է, որ կմասնակցեն ավելի քան 25,000 վազորդներ, իսկ հազարավոր մարդիկ կհավաքվեն փողոցներում նրանց աջակցելու համար։ Մարաթոնի 26.2 մղոն երկարությամբ երթուղին, որը հայտնի է Stadium to the Stars անվամբ, սկսվելու է Դոջեր ստադիումից, այնուհետև անցնելու է Հոլիվուդով եւ Բևերլի Հիլզով, Լոս Անջելեսի ամենահայտնի տեսարժան վայրերի մոտով եւ ավարտվելու է Սանտա Մոնիկա բուլվարում, Century City Avenue of the Stars հատվածում։ Մրցողու հիմնական մասը կանցնի Sunset Boulevard, Hollywood Boulevard եւ Santa Monica Boulevard փողոցներում։ Մրցավազքի պատճառով Լոս Անջելեսի բազմաթիվ ճանապարհներ կփակվեն ամբողջությամբ կամ մասամբ, սկսած առավոտյան ժամը 3-ից։ Միջպետական ավտոմայրուղիները չեն փակվի, սակայն որոշ մուտքեր եւ ելքեր փակ կլինեն 101, 405 եւ 110 ավտոմայրուղիների վրա, ինչը կարող է ազդել երթևեկության վրա։ Մարաթոնը կսկսվի առավոտյան ժամը 7-ին, իսկ ճանապարհներն աստիճանաբար կբացվեն, երբ մասնակիցներն ամբողջությամբ ազատ են մրցուղին։ Կազմակերպիչները նշում են, որ որոշ փողոցներ, որոնք չեն գտնվում հենց մրցուղու վրա, նույնպես կարող են ազդվել երթևեկության սահմանափակումներից։ Այդ տարածքներում բնակվողները կարող են դիմել ոստիկանությանը կամ կազմակերպիչներին տեղական մուտքի թույլատվություն ստանալու համար։ Այսքանն ենք առանձնացրել այսօրվա լրահոսից, առաջիկա հանգստյան օրերին մենք լինելու ենք եթերում, աշխատում ենք արտակարգ ռեժիմով, ես Արություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եւ խաղաղ եղեք։